գնաց հայերի բաժակները եկեք խմենք գնաց հայերի Անրանիգի սերոպաշի հայք բժիշկանջի Անրանիգի սերոպաշի հայք բժիշկանջի Այն հայը որ ազգուրանալ և այլած դարանալ Այն հայը որ ազգուրանալ և այլած դարանալ Բահբան օրին հայարցունքի նա չարժանանալ Մահվանորին հայարցունքի նա չարժանանալ Բաժակները եկեք խմենք գնաց հայերի Բաժակները եկեք խմենք գնաց հայերի Անրանիգի սերոպաշի հայք բժիշկանցի Անրանիգի սերոպաշի հայք բժիշկանցի Carte sur table, une émission proposée par Hype FM. Carte sur table, Hype FM-ի շաբաթօրյա հայտագիրը։ Բարև սիրելի ունկնդիրներ, դուք կլսեք Carte sur table հայտագիրը Մարիետ Կարապետյանի հետ։ Դուք կրնաք մեզ լսել նաև Facebook Live-ի, YouTube-ի կամ մեր appli միջոցով, ուր ալբոր գտնվիք։ Հայ-թուրքական հարաբերությունները կընթանան շատ արագ կերպով։ Անցած ենք նոր փուլ։ Հայաստանի արտգործ նախարար Արարատ Միրզոյան պաշտոնապես հրավիրած է Էրդողանին եւ Ալիևին Հայաստան ներկա գտնվելու Կալ Կարնան կայանալիք համաեվրոպական խորհրդաժողովին։ Արդեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան շատ հաճախ կհանդիպե Թուրքիո նախագահ Էրդողանին եւ իր կրտսեր եղբոր Ալիևին եւ դեռ ժպտերես, թե կխմեն միասին ու միջազգային հանդիպումներու կուլիսներու մեջ կբանակցին, իրարու խոստումներ կտան, հանձնառություններ կստանձնեն ու այսպես կշարունակեն վարել բարի տրացիական հարաբերություններ ու խաղաղության խոստանալով Հայաստանեն կպահանջեն ու կունենան դեռ ինչքան որ կարելի է։ Հարաբերությունները պետք է լան փոխադարձ, զիջումները երկկողմանի, հավասարակշռված, իսկ այս հարաբերություններու մեջ ուր է Հայաստանի կողմե շահը, որոնք են Թուրքիո զիջումները իշահ Հայաստանին։ Էմիսերներ, կոմիսերներ, սուրհանդակներ Թուրքիային կերտան կուգան Հայաստան գործնական հարցեր լուծելու, սակայն արդեն ամիսներ է, որ սահմաններու փակ արգելքը պարզ ձևական բնույթ ունի։ Հայաստանի խանութներու մեջ շատ լայն մասշտաբով ներկա են թուրքական ապրանքներ։ Հայ գյուղացին դժվարությամբ կվաճառե իր բերքը։ Հայաստանի արտադրության դիմաց կանգնած են թուրքական հզոր արտադրամիջոցները։ Հայաստանի տնտեսության գերիշխելը կրնա վաղը քաղաքական զենքի վերածվել ու ավելի տկարացնե արդեն տկարացած Հայաստանի անկախությունը։
Նիկոլ Փաշինյան կշեշտե հայ-թուրքական հարաբերությունները պետք է զանազանել Հայաստան-Թուրքիա հարաբերություններեն։ Հայ-ադրբեջանականը Հայաստան-Ադրբեջանեն։ Գիտեք ուր է նշբությունը։ Հայ-թուրքականի մեջ կա հայոց ցեղասպանություն, կա հողային պահանջատիրություն, կա նաև միջազգային ճանաչում եւ հատուցումներ, որը կխանգարե Հայաստան-Թուրքիա հարաբերություններուն։ Ինչու շտապել հարաբերությունները կարգավորելու գործի մեջ։ Ինչու այդ որոշումը առնել միայնակ, առանց սփյուռքի, որը զոհ էր Թուրքիո ցեղասպանության, բայց այսօր սփյուռքը գանձ է, ուժ է, զենք է Հայաստանի համար, որը պետք է ճիշտ օգտագործել հզոր հարաբերություններ ունենալու համար, թշնամու, ասենք, թե դրացի, թե հարաբերություններ ընթացքին իբրև խաղակարգ օգտագործելու։ Հայ-թուրքական հարաբերությունները պետք են բարի դրացիական կապերը անհրաժեշտ խաղաղ ապրելու համար, սակայն նման հարաբերություններու որոշումը պետք է լան համահայկական որոշում, ընդունված բոլորի կողմէ, ոչ միայն Հայաստանի 3 միլիոնանոց ժողովրդի, այլ համայն հայության 10 միլիոն ներկայացնող հայ ժողովրդի կողմէ։ Իսկ այսօր այս պայմաններու մեջ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները սպառնալիք են թե զարգացման նոր հնարավորություն մեր համար։ Մենք այս բոլոր հարցերու մասին կխոսենք այսօր Մարիոն Նալբանդյանի միջազգային ընկերվարի փոխնախագահի հետ եւ Սուրեն Պարսյան տնտեսագետ եւ համալսարանի դասախոսի հետ։ Մենք այսօր պատիվ ունենք հյուրընկալելու մեր ստուդիոյի մեջ Մարիոն Նալբանդյան, ընկերվար միջազգայինի փոխնախագահ եւ հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արժանտինեն։ Բարի եկած եք Փարիզ եւ հատկապես IPFM եւ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ ես ցեզի, անգամ եւս ցեզի գայցելեմ եւ արիտ կունենամ ցեզ հետ զրուցելու։ Շատ շնորհակալ եմ։ Մարիոն Նալբանդյան, դուք տարիներ եղած եք հայ հեղափոխական դաշնակցության անդամ, բյուրոյի անդամ եւ գրեթե ձեր բոլոր կյանքը հատկացուցած եք միջազգային ատյաններեն բարձրացնելու հայ դատի հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդարության համար։ Ինչ վիճակի մեջ է այսօր հայ դատը եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հայ դատը այսօր կգտնվի նոր մարտահրավերներու առջև։ Նոր մարտահրավերներ, որ ցեվոմը մեզ պայմանավորեն մեր աշխատանքը եւ կսահմանափակեն աշխատանքները հիմնականի մեջ վերականգնելու Արցախի բռնակրաված խողերու ազատագրումը, Արցախի ժողովրդի պայմանները առանց մոռնալու, որ նաև ունենք Արեմուտա Հայաստանի հարցը, ունենք Չավախքի հարցը եւ ինչու՞ չէ նաև հայ ժողովրդի ազգային իրավունքների պաշտպանումը այսօրվա դրությամբ նաև Հայաստանի Հանրապետության մեջ։ Բայց Հայաստանի Հանրապետության մեջ այդ հարցը ըստ երևույթի այլևս այժմեական չէ, քանի որ Հայաստանի արտգործ նախարար Արարատ Միրզոյանը կհայտարարի, թե հայ դատ այլևս գոյություն չունի եւ դա պատմաբաններու հարց է։ Դուք ինչ կպատասխանեք անոր։ Ես նախ կցավիմ, որ մեր արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյանը այդպիսի հայտարարություն գներ, որովհետև այդ խոսքերը պատմական անդրադարձ ունին, եթե գհիշեք, Տալատ Փաշան նույն խոսքերը ասած է Եղեռնի օրերուն։ Անշուշտ համեմատելի չէ եւ ո մեկ ցեվով ուզեմ անցերը նույնացնել, սակայն այդ խոսքեր ունին հին հնշողություն եւ ո մեկը չի գռնար հայտադը վերջացած նկատել, եթե հայ ժողովուրդը չլա։ Հայկական հարցը հայոց ժողովրդի բանջարդիրությունը ո մեկ գուսակցության սեփականությունը չէ, հավաքական հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու միջոց է։ Իրավունքներ, որ տարերու ընթացքին լա խողային, լա մարդկային եւ լա նաեւ պատմական մեր աշխարհանքեն զեղչած է։ Բռնի ուժով շատերու կողմէ եւ ներկայիս թուրքական տանդեմը, Ադրբեջան եւ Թուրքիո կողմէ։
ինչ կպարունակի իր մեջ հայտած նախադասությունը կամ միտքը, հայտատը ինչ կպարունակի իր մեջ։ Տատ կոյություն կունենա ընդհանրապես, երբ հարց մգա որ լուծում չունի, կամ չէ լուծված դակավին, եւ գողմերը գտիմեն թադարան։ Պատմության թադարանի արչև է, որ հայ ժողովուրդը կգտնվի եւ կվերականգնի հայտադի հասկացողությունը։ Մեր պատմությունը, հայկական հարցի կոյությունը ընդունված հարց մնե միջազգային հանրության մեջ։ Ներկայիս կարող է որոշ պուրպուրներու հետևանքով մի քիչ գոմ տրված լա, սակայն հայկական հարցը արգա է, հայկական հարցը ցեղասպանության հարցը, խոհային հարցը գան եւ նաեւ ժողովրդի ասպարակային Արցախի ժողովրդի իրավունքներու գորուստը, սեփական իր գալվածներու գորուստը, մեր պատմական եկեղեցական մշակութային հարստության բռնակրավումը Ադրբեջանի կողմէ այսօր արգա կդարձնեն, որ այդ հարցը պակված չէ ընդհանրակը մեր արչև մարդահրավերները, որոնք հետ պետք է ապրինք եւ բայկարինք լուծելու համար։ Արարատ Միրզոյան քանի օր առաջ հրավիրած է Էրդողանը եւ Ալիևը Հայաստան մասնակցելու եվրոպական համաժողովին, կարծեմ կալնան ընթացքին։ Ալիևը արդեն մերժած է, իսկ Էրդողանը կսպասե պատասխան տալու համար։ Իրապես, բարիդրացիական հարաբերություններ կխաղանք մեր դրացիներուն հետ, թե եւ առանց որևէ նախապայմանի։ Ուրեմն Հայաստանի ներկա իշխանությունները կփորձեն հարևանների հետ, հատկապես Թուրքիա եւ Ադրբեջանի հետ նորեջ մպանալ, բայց այդ էջը նոր չէ, հին էջ մնե։ Իրենց նախորդները սկսելով Լևոն Տեր-Պետրոսյանի նահատակության ժամանակ փորձված է։ Հետո այլ միջոցներով Քոչարյանի նահատակության, եթե գահիշեք, թարգ գար Turkish-Armenian Reconciliation Commission-ը որ գար, հետո եղան պրոտոկոլներու, ուրեմն Սերժ Սարգսյանի օրով 2009 թվականներուն եւ դեռ չհասան, որովհետեւ հագապնական գործընթաց սկսած է, ուր պայմաններու կամ առանց պայմաններու երբ կանտրատարնանք, նախ պետք է սերդենք երկու ժողովուրդներու, հայ եւ թուրք ժողովուրդներու պատմությունը, անցյալը դեսնելու համար, թե ինչ ձևով կարելի է կառուցել ապագամը, ուր գոմերը համահավասար կերպով ընդունելով, որ չլուծված հարցեր պիտի լան այդ հարաբերության մեջ, կարողանան լեզու գտնել։ Սխալ է այն մոտեցումը, որ օրվա իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ կփորձեն էջ դարձնել առանց հարցերու լուծման։ Ասոնք նախապայմաններ չեն, պայմանները, որ պատմությունը մեր առջև դրած է։ Եվ կան միջազգային պատմության եւ ներկա նույնիսկ եվրոպական պետություններու միջև հարցեր, որ հարաբերություններ կմշակվին, սակայն գոմերը գիտեն, որ խողային պահանջներ կան, որ լուծված չէ։ Ամենավերջի օրինակը, որ կարելի է Հայաստանի իշխանություններու առջև տնել, Գիբրալտարի հարցն է Անգլիո եւ Իսպանիո միջև, որոնք կփանակցին, որոնք լուծումներ կփնտրեն, սակայն հատկապես Իսպանիան կվերականգնի իր իրավունքը այդ խողայի մասին, որ կպատկանի իր տարածքին։ Ուրեմն պայմանները մեր առջև պատմությունը դրած է եւ փորձել մոռնալ, անդեսել լուրջ փաստողում մնե կամ մեղ մնե, եթե ավելի գուզե։ Ուրեմն կան պայմաններ, որոնք պետք է գիտնանք եւ ճիշտ կերպով պետք է մեր արտաքին քաղաքականությունը ադոնք կարողանա մարդը ղեկավարել եզրակացնելու համար հայկական շահերու պաշտպանումը։ Մանավանդ որ Արցախյան հարցը եւ Ադրբեջանի կատարած ցեղասպանությունը շատ նոր է, այսինքն 2003 թվականին ի վեր կամ 2020 թվականի պատերազմեն ի վեր
եղած պատմություն է, այսինքն մոռացված 100 տարվա պատմություն չէ։ Գիտեք ուշագրավ է տեսնել, լսել օրվա իշխանություններու պատասխանատուներու մերժումը, անդեսումը թե հոնդեր դեղի ունեցած է ցեղասպանության process-ը։ Ցեղասպանության process-ը մնայուն process է այնքան ադեն, որ չի ճանաչվիր կորզողի գոմե։ Մենք ամենավար հիշողություն ունենք անցյալ տարու առաջի ցեղասպանության 15-23 թվականի դեղի ունեցած ցեղասպանությունը, երբ միջազգային գազམ་ակերպություններ օրինակի համար մագի գլխավոր դերակատարություն ունեցող անձնավորությունը 2023-ի նոյեմբեր ամսուն կհայտարարե, որ Լեռնաղարաբաղի բադահազը ցեղասպանություն է, ոնց ինչպես կլավոր իշխանությունները գանդեսեն, գփորձեն չերևնա այդ բոլորը, այսինքն ոչ միայն նաև մագի գոմե, այլ նաև ուրիշ միջազգային գազམ་ակերպություններու հստակորեն ասված է, որ ինչ դեղի ունեցավ բռնի դեղահանումը, հավաքական դեղահանումը Արցախի ժողովրդի իր սեփական խողերեն նաև ցեղասպանության ձևն է։ Ցեղասպանությունը միայն չէ բնաճնչել սպանությամբ ժողովուրդը, դեղահանել եւ իր վերջը բերել իր սեփական խողեն դուրս, նաև օրենքի համաձայն կնկատվի ցեղասպանություն։ Այս է որ բադազ է Արցախի հետ եւ մեր ժողովրդի հետ։ Ուրեմն Արցախյան պարտութենեն վերջ Ալիևի գրեթե բոլոր պահանջները իրականացված են Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմի մեջ, Յահկի Մինսկի խումբի լուծարում, Զանգեզուրի ճանապարհ Թեմիջանսկի բացում, ընթացքի մեջ է սահմանադրության փոփոխությունը, ազգային հաստատություններու եւ արժեքներու դեմ բռնություն եւ այլն։ Ինչ նպատակ կհետապնդեն այսօրվա իշխանությունները ձեր կարծիքով այս բոլորը ընելով։ Ես այն համոզում ունիմ, որ Հայաստանը իր իշխանության գլխավորության տակ կգտնվի հարցի մարչև, որ ուլուզում չունի։ Իրենք նոր բادرազմիմը նկատի ունենալով իրենց հարադև ունեցած ցախումները 2020-ին մինչև այսօր կփորձեն լուզումը գտնել, որ Հայաստանեն դուրս է։ Ինչ կուզեմ ասել Հայաստանեն դուրս է։ Բնդրել զորակցությունը Եվրոպայի եւ Արևմուտքի վնասելով հայկական շահերը, ապահովելու համար իրենց շարունակությունը իշխանության գլուխ։ Ես այս մեկը չեմ կրնար չանչադել ձեր բոլոր նշվածների մեջ, այսինքն այսօրվա կառավարության հիմնական նպատակն է վերարտադրվել են, բահել իրատորները եւ ադոր համար գերտա ասկայլերուն եւ անհասկանալի է, որ atkan զիջումներեն վերջ օրինակ Ալիևը գմերժե Հայաստան այցելել, այսինքն ավելի ինչ, ավելի կուզե, ավելի, որովհետև գիտե թե դիմացի կողմը կարող է այդ դալվելին նաև հանցնել, ոչ թե դալ հանցնել։ Մարիոն Ալբանդյան, ներկա իշխանությունները կտարկարացնեն նաև հայկական բանակը, քանի որ խաղաղության տարաշրջան կապրինք, այդպես կսեն, ուրեմն կտարկարացնեն բանակը, սակայն Ալիև ինքը կխոսի Սևանի մասին անանվանելով գոյչա եւ 300,000 ազերիներ Հայաստան հաստատելու մասին կխոսի, ինքը կանվանե իհարկե արևմտյան Ադրբեջան։ Մինչև ուր կրնա երթալ Ալիև եւ իրեն պատասխան տվող չկա։ Ալիևը սանսարցար կգործե, որովհետև ինքը մեկնելով իր արքայական հասկացողության, որովհետև ատորը ժառանգած է եւ արդեն ավելի քան 20 տարի է ինքը
իշխանության գլուխը կգտնվի իր հասկացողությունը արքայական է անշուշտ ճագերդի մեջ տնելով արքայական բառը ուրեմն իր արջև գանկնած է պետությունը որ պատրաստ է զիջելու իր բոլոր պահանջներուն եւ ասիգա կզարմացնե օդարներու եւ անշուշտ հայկական քաղաքական միտքին թեև ոմանք չեն արդայդվիր բոլորս որ քաղաքականության մեջ են եւ կհասկանանք աս նահանջներու հետևանքները հաջորդ սերունդներու բայց նաեւ ներկա սերունդի համար թե ինչ կբադայի անհասկանալի է Ալիևը գուզե եւ Հայաստանը գլրե Ալիևը կբահանջե Հայաստանը կհանջի ասե որ մեզ համար իրավես դժվար է հասկանալ Ալիևը ներկայիս ասվերջի շաբաթներու ընթացքին նորեն սանցարցակը սկսած է Հայաստանի ասպես հարցակումներ կատարել պահանջներ տնել եւ Հայաստանը գարզես թե անդարբեր Անդես է, բայց այդպես չէ, որովհետև երբ դու լրելիալ գնտունիս, մաս կգազմես այդ հանցնումին, և օրինակի համար սևանալիջի վերապերյալ, կամ պանագի հարցով մեկ երևույթ մգա, որ մենք երբեմն գմորնանք, օգոստոս 8-ին Ամերիկայի մեջ համացայնություններ ստորագրվեցան կամ նախաստորագրվեցան այդ օրը օգոստոս 8-ը կմնա մեր պատմության լուրջ հարցերու օր սակայն մեկ օր առաջ Սոկար Ադրբեջանի պետական կարիողի ընկերությունը եւ ամերիկյան էքսիոն ընկերությունը պայմանագիրը կստորագրեն միլիարդներու պայմանագիրը որ փոխադարձ գործարքներու սկիզբ կտնեն այդ նույն օրը Ադրբեջանը կստանա Ամերիկային նվեր որ 907 բարբերությունը հիշեք 907 բարբերությունը որ Ամերիկայի համար արգելված է զենք վաճառել Ադրբեջանին այդ օրը ամերիկյան կառավարությունը ամերիկյան նահանգահը համացան ներքին իրենց օրենքի եւ պայմաններուն մեկ տարվա համար այդ 907 համացայնությունը գվերցնե եւ այսօր Ադրբեջանի վիճակի է ոյե մեկ զինամթերք զենք գնել Ամերիկայի ուրեմն մենք մեկ ուղությամբ կերտա աշխարհը դեպի ուրիշ ուղությամբ աշխարհը որ մեր աշխարհն է նաեւ այսինքն Հայաստանը գերտա խաղաղության տարաշրջան իսկ Ադրբեջանը մեկ տարի ժամանակաշրջան ունի մինչև ատամները զինվելու եւ Հայաստանը հոսալ նաեւ կգտնվի շատ ոչ բաղցալի վիճակներու մեջ եւ ասիմետրիկ պայմանները որ այսօր Հայաստանը եւ Ադրբեջանը իրար մեկը դարբերին ավելի բարձրանան ավելի կխորանան այսինքն Հայաստանը կփոքրանա հարևանի մանտեւ որու ախորժակները միայն կավելանան այս իրականություն Անցյալ շաբթվա ընթացքին Երևանի մեջ տեղի ունեցավ Եվրանեստի 12-րդ նստաշրջանը Քաղաքացիական պայմանագրի 4 պատգամավորներ ուրեմն դեմքը վերարկեցին Հայաստան խմբակցության ինչպես նաև սոցիալիստներու եւ դեմոկրատներու խմբակցության պատգամավորներու զեկույցի փոփոխության առաջարկին որով Եվրանեստի խորհրդարանականներ ուրեմն վեհաժողովը Ադրբեջանին կպահանջեր անհապաղ եւ առանց նախապայմաններու ազատ արձակե Բաքվի մեջ պահվող հայ գերիներն ու կալանավորված այլ անձանք, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխիքներու ներքո, ուրեմն ապահովե բռնի տեղահանված Արցախահայերու վերադարձը իրենց պապենական բնորան։ Ինչպես նման բան կարելի է հայկական որևէ կուսակցության կողմէ, մանավանդ իշխանության գլուխ կանգնած կուսակցության կողմէ։ Անգազս եմ շատ դարօրինակ գլա ոչ միայն հայերուս համար ինձի հասած դեղեցություններու համաձայն
օդար Եվրոխորհրդարանի անդամները, ինչպես նաև ներկա գտնվող անձնավորությունները շատ զարմացած էին, որ այս բարեփոխությունը, որ խրկի մեջ անմեղ բարեփոխում մներ վարզաբես գհիշեր այն բաները, որ բանացեվի մեջ գրված չէին եւ առնված չէին, կբեական ներկայացուցիչները ջիկ տապեցին ոչ միայն իրենց գվեն ներկայացնելու, թեմ կվերգելու, այլ նաև ուրիշ պատգամավորներու, եվրոպացի պատգամավորներու մղել, որ իրենք թեմ կվերգեն։ Սակայն իրենց մե անոնք, որ ծերմբահ մնացին, չեն գրնար թեմ կվերգել, որովհետև բանացեվի բարեփոխումը գնդկրկեր փետրվար 2024-ի եւ մարտ 2025-ի Եվրո խորհրդարանի բանացևերը, որ ավելի գոշտ ծևով հայկական շահերու պահպանումը գնեին։ Ուրեմն շատ տարօրինակ տվավ անոնց, որ հոնգը գտնվեին, որ հայկական կողմը չմիանար եւ բարեփոխման համացայն չլար, բարեփոխում, որ ոչ մեկ ծևով գվնասեր, գգրնար վնասել բանակցությունները, որ դարբեր դեղեր ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ ադոր պատկերը եւ այդ ցավալի պատկերը դուք կտեսնեք քվեարկության արդյունքը 9 պատգամավոր, որը նստինքը մասնակցեին, թեր քվեարկեցին, 4 քվեականները թեմ քվեարկեցին եւ 11 ներկայացուցիչներ Եվրոպայեն ծերմբահ մնացին։ Ինչու ծերմբահ մնացին։ Նախ որովհետև սկացին այն ճնշումը, որ քվեականները իրենց վրա կանեին։ Եվ երկրորդ գտնվելով հյուրընկալ երկրի մեջ ճուզեցին գենտատրեմ, այո, իրենց սպասված քվեարկության թեմ քվեարկել։ Սակայն մնացին ծերմբահ։ Ցավոք սրտի ծերմբահներու տիվը ավելին էր, քան թե դրական քվեներու ադորամար չանցավ։ Ափսոս։ Այո։ Եվրոպան դեռ ի վիճակի է որևէ դեր խաղալու ի նպաստ հայերուն կամ Հայաստանին։ Անշուշտ։ Ես կհավատամ, որ երբ զենքը գլրե դիվանագիտությունը կարևոր դեր պետք է խաղա։ Դիվանագիտությունը այսօր միայն գործատիրներու դիվանագիտությունը չէ, որ դեղի կունենա ներկա աշխարհի մեջ։ Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր դեր կխաղա, որովհետև կստեղծե պայմաններ, որ երբեմն գործատիրները իր նախարարներով չեն գնար դեմ դիմաց ներկայացնել, ուրեմն խորհրդարանական դիվանագիտության ջամփով հարցեր կարձարզվին, որ մույսևով կարելի չէր կամ չեն ուզեր արձագանքման երթալ։ Խորհրդարանականները, ներողություն խորհրդարանները կարելիություն ունին ավելի անգերց, եթե գուզեք խոսիլ, քան թե դիվանագետները շատ անգամներ։ Եվ նաև կա ժողովրդավարական դիվանագիտությունը, ժողովրդի դիվանագիտությունը, որը NGO-ները, որ գուսակցությունները նաև պետք է հասկանանք, որ տերմ ունին խաղալու այս դիվանագիտական ճանապարհի ընթացքին։ Ուրեմն ամեն ինչ սпасել կամ ցկել, որ գործատիրներու դիվանագիտությունը պիտի լուզե, հասկանալի չէ նոր աշխարհի պայմաններու մեջ։ Ադոր համար Եվրոպան ունելիք ունի, Եվրոպայի մեջ Հայաստանը հայ ժողովուրդը, որովհետև երբեմն Հայաստան մենք կնույնացնենք օրվա պետության հետ։ Հայաստանը ավելի ընդարձակ եւ ավելի մեծ հասկացողություն է։ Գենթատրե ժողովուրդ, գենթատրե օրվա կառավարություն, բայց նաեւ կընդգրկե այն հասկացողությունները, որ ժամանակի ընթացքին Եվրոպան արևմուտքը մշակած է Հայաստանի հետ։ Հայաստան կուզե կամ արդեն հետս քաշած է Ադրբեջանի եւ Թուրքիո դեմ իր պահանջները միջազգային ատյաններու մոտ։ Ըստ ձեր բարեկամ Լուիս Մորենո Օկամպոյի, որը միջազգային քրեական դատարանի առաջին դատախազն էր, այս քայլը մեծ հարված կրնա հասցնել Հայաստանին։
Ինչ է ձեր կարծիքը այդ ուղղությամբ։ Նախ պետք է ասել, որ Դագավին թադերը Եթե- եդառնված չեն։ Բայց կխոսվի այդ մասը։ Արդեն այո կխոսվի եւ նաեւ կխոսվի ամենաբարձր մագարտակի pedagogan փուրկերներս եւ հրաբարագային խոսված է ադիգա պայմաններեն մեկն է որ Ադրբեջանը նաեւ դրած է Հայաստանի վրա Մորենո Կամպոյի գարձիկը որ արժեքավոր գարձիկ մնե ինքը գսե որ Հայաստանի վնաս չի հասցներ ադտադերը բահել նույնիսկ երթալով դեպի պայմանակրի խաղաղության պայմանակրի ստորագրության վերջի վերջո երկիրները պետությունները պետք է ցերկը լծակներ բահեն որ կարողանան բանակցության սեղաններու շուրջ նվազագույն գորուստով արավելագույն շահով դուրս գալ աս ցևական եղբայրությունը որ մենք մեկ կգտնվենք թուրքերի հետ չի նշանակեր որ մենք ամեն ինչ պետք է հանցնենք եւ բան չստանանք մենք պետք է բահենք մեր լծակները մենք պետք է բահենք իրավունքներու պաշտպանությունը որ ովևէ մեկ կառավարություն այնօրեն որ կստանցնե իր պաշտոնը երթուն գնե որ պիտի պաշտպանե սահմանադրությունը կուզեն փոխել սահմանադրությունը հայ ժողովրդի իրավունքները եւ անցերմխելի հողային դարածքները եթե դուք գնայիք աստարիներուն տածքին մենք ոչ միայն դվինք ուրիշներու երրորդներու իրավունքներուն ի վնաս մեր շահերուն այլ նաեւ հանձնեցինք մեր ինքնիշխանության դարածքներ որ այսօր Ադրբեջանի բանակը Հայաստանի հարավը նստած կոնտրոլի դակ ունի Քիչ առաջ խոսեցիք հայ-թուրքական հարաբերություններու բարելավման կտեսնանք որ էմիսերներ Թուրքիայեն կան Երևանեն կերտան այսինքն այդ դիվանագիտական գոնե ճամփան արդեն սկսած է բացվելու բայց դուք նաև իբրև միջազգային ընկերվարի անդամ փոխնախագահ ուրեմն մասնակցեցաք Իստանբուլի մայիսին կարծեմ ընկերվար միջազգայինի ժողովին Ինչպես ընթացավ իրենք շատ լավ գիտեն որ դուք հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ եղած եք տարիներ եւ այսինքն նաեւ հայկական ընկերվարին մաս կկազմեք եւ այլն ինչպես ընթացավ այդ ժողովը Ժողովը ընթացավ այսպես ասած նորմալ ժողովի պայմաններու մեջ եւ այնքան ադեն որ արիջ չեր դրված որ իջնենք իրականության ասցեվով ասեմ այդ բարեհամբույր հարաբերությունները դեղի ունենային Բադայեցավ որ գարգմը հյուրընկալ գուսակցության ներկայացուցիչներ հոսկարին պարապանելով Հայաստան Թուրքիայով եղբայրական աս վիճակը մտնոլորդը եւ ոմանք որ ըստ երևույթին ունեցած էին կամ ունեին որոշ թերագադարություն արտաքին հարաբերություններու մեջ կովասանքով խոսեցին ես արդեն խոսք պետք է առնեի եւ խոսքարի ժողովի մեջ խոսելով եւ Արցախի հարցին եւ խոսելով ինչու՞ չէ նաեւ այն ինչը նախ իմ նախորդները ասեր էին ես հոն հիշեցուցի որ Թուրքիան գրնա լուրջ մասնակցություն բայց նաև ներդրում բերել Հարավային Կովկասի խաղաղության եւ հատկապես Հայաստանի հետ հարաբերություններուն եթե իր անցյալը վերանայի եւ ընդունի հայոց ցեղասպանությունը հայոց ցեղասպանությունը խոչընդոտը չէ հայ-թուրքական հարաբերություններու մեջ հիմնակար է հայ-թուրքական հարաբերություններու համար ուրեմն Այդ խոսքեր արտասանել են հետո եւ սպասելով որ Թուրքիան պետք է վերանայի իր անցյալը որովհետեւ հայ ժողովուրդը չի մոռացած եւ չի գնար մոռնալ անինչ տեղի ունեցած է նույնիսկ եթե Թուրքիան ճանաչեր
հավաքական հիշողությունը պիտի մնա մեր միտքերու մեջ, ոմանց կողմէ շատ վատ ընդունվեցավ ներկաներուն թուրքերու համասին խոսքը, թեև պետք է ասեմ, որ ուրիշներ եկան եւ շնորհավորեցին, որովհետեւ գառուցողական խոսք մներ, որ գդարբերեր պետական Հայաստանի պետական խոսքերեն եւ մեկնաբանումը դարբերեր իրականության նկատմամբ, սակայն ես տեսա, որ անցեր, որ շատ վատ անդրադարձան իմ խոսքերուն, մի քանի օր վերջը Իզմիրի մեջ, օրինակի համար, Իզմիր քաղաքի մեջ, Իզմիրի քաղաքապետը Տալատ Ցեղասպանին հուշակիրմը եւ հուշակարմը գբանար։ Ուրեմն ամեն ինչ հասկանալի էր։ Իմ խոսքերուս պատասխանը թուրքերու կողմէ եղավ Իզմիրի մեջ այդ անձի պաշտոնական հանգամանքով անցմը պատահական մարդ մջեր պատասխանն էր, թե մենք թուրքերս հարց ունենք ցեզի հետ։ Հասկանալի, իսկ ուրեմն Հայաստանը կուզե մտնել Եվրոպա եւ այդ դիմումները արդեն կատարած է, իսկ չէ՞ որ Թուրքիան է Հայաստանի դուրը դեպի Եվրոպա եւ ոչ թե Ֆրանսիան, բնականաբար ժեոգրաֆիկ իմաստով, ինչ կարելի է սպասել Թուրքիային։ Նախ ասեմ եւ կարեւոր է երբեմն հիշել, որ բոլոր Հայաստանի կառավարությունները անգողություն են մինչև այսօր միշտ նայվածք ունեցած են դեպի Եվրոպա, այսինքն Եվրոպայի կողմէ ունեցած է եւ աջակցություն եւ ներդրում լա իրավական գրթական սիստեմի մեջ փոփոխություններ մտցնելու, հիշենք, որ վերջի ընդունված սահմանադրությունը, որ այսօր արգա է Վենեդիգի կողմէ կննված եւ համաձայնություն տված սահմանադրություն է, այսինքն Եվրոպան ներկա եղած է Հայաստանի իրականության եւ բոլոր այսօրվա իշխանություններուն նախորդող կառավարությունները միշտ ունեցած են Եվրոպայի նկատմամբ դրական մոտեցում եւ մերձեցման աշխատանք։ Քիչ առաջ կխոսենք Էվրոնեստի մասին։ Արդեն Էվրոնեստը ավացույցներեն մեկն է, որ երբ ստեղծվեցավ մերձեցման process-ի սկիզբը գտներ խորհրդարանական մագարտակի վրա։ Իսկ ինչ կրնանք սպասել Թուրքիային։ Թուրքիային կրնանք սպասել անգայունություն։ Ինչու անգայունություն։ Որովհետև Թուրքիան երբ հարավային Կովկաս գմտնե եւ բոլոր նախապայմանները ցույց կտան այսօր որ կարող է մտնել հարավային Կովկաս, գմտնե ՆԱՏՕ-ն նաեւ Թուրքիո հետ եւ հարևան փոխադարձ հարաբերություններու հարավային Կովկասի եւ շրջապատի երկիրներ լա Ռուսաստան, լա Իրան, լա Թուրքիա նաեւ բանը պիտի հաղթվի, որ գրնա չսպասած եւ չափազանց լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի գայունության եւ ինչու՞ չէ անվտանգության եւ անձրմախիլիության։ Դուք ինչ վտանգներ եւ ինչ առավելություններ կտեսնեք հայ-թուրքական հարաբերության մերձացման Եթե Թուրքիան անգերձ է, եթե Թուրքիան վերջագես որոշած է այն պանտուրական ծրագիրներուն, որ գմիդի Հայաստանը վերցնել իր դեպի Կենտրոնական Ասիայի ճանապարհը եւ ստեղծել պանտուրանական գայսրություն միջերկրականեն միջև Կենտրոնական Ասիա, ես կսեի, որ բարի դրացիությունը միշտ օգտակար է, սակայն երբ կհետևիմ եւ կլսեմ եւ կտեսնեմ Էրդողանի կողմէ իր արտաքին գործոս նախարարի կողմէ ինչ ծևով արհամարանքով կվերապերին Հայաստանի վերապերյալ ինչ ծևով կփարապանեն Ադրբեջանի իշխանություններու դարբեր ծևերով
Հայաստանը փոքրացնելու իրենց մարմանչները ես հանկից չեմ եւ կարծեմ որ հայկական միտքը պետք է արտնա եւ այսօր նկատմամբ հասկանալի չափավոր գևով արդայդվի այս պայմաններու տակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները որ մեզ կհրամցվին անգայունություն եւ խաղաղություն չեն գտնար Անչափ շնորհակալ եմ Մարիոն Ալբանդյան այս շատ հետաքրքիր տեղեկություններու եւ հարցազրույցին համար։ Հաջողություն ձեզ կմաղթեմ եւ մինչ նոր հանդիպում։ Մինչ նոր հանդիպում շնորհակալ եմ եւ մնաք բարոցես։ Էրտակ բարը։ Հայ-թուրքական հարաբերություններու քաղաքական վերլուծությունեն վերջ անցնենք տնտեսականին։ Սիրելի ունկնդիրներ, կապ հաստատած ենք Երևան Սուրեն Պարսյանին։ Բարի եկած եք մեր եթեր եւ շատ շնորհակալ եմ որ ընդունեցիք մեր հրավերը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սուրեն Պարսյան, հայ-թուրքական հարաբերություններու բարելավումը եւ սահմանի բացումը ինչ վտանգներ եւ առավելություններ կրնա բերել Հայաստանին։ Հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ աշխատել են Հայաստանի բոլոր ղեկավարները, սկսած առաջին նախագահից վերջացրած հիմա։ Նպատակը եղել է Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհներ ունենալը եւ անշուշտ նաեւ անվտանգության որոշակի խնդիրներ լուծելը։ Գաղտնիք չէ որ Թուրքիան այսպես էգզիստենցիալ սպառնալիք է հանդիսանում Հայաստանի համար եւ բարբերաբար դրա մասին հիշեցնում է ուղղակիորեն, անուղղակիորեն, նաև դրա բառապացույցը եղավ 44-օրյա պատերազմը, երբ թուրքական բանակը իր շտաբով, իր տարբեր ստորաբաժանումներով մասնակցում էին այս գործընթացին, եւ հայկական կողմը փորձում էր այսպես տարանջատել Ադրբեջան-Թուրքիա երկրները, որ Թուրքիային այսպես որպես թշնամի կամ հակառակորդ չդիտարկել, փորձել առանձնացնել Ադրբեջանից ուժերը ջլատելու նպատակով եւ բոլոր իշխանությունները փորձել են Թուրքիայի հետ կապեր հաստատել, օրինակ նույն եւ առաջին նախագահի եւ Քոչարյանի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի ժամանակ Սյուրիքյան հայտնի արձանագրությունը հիմնական նպատակը եղել է այդպես հարաբերությունները հաստատելը, որը կզսպի ապագա այսպես ագրեսիան։ Չնայած մենք չենք ունեցել բաց սահմաններ Թուրքիայի հետ, բայց մենք ունեցել ենք բաց շուկա Թուրքիայի ապրանքների համար։ Սա պետք է արձանագրենք, որովհետև շատ հաճախ մենք շփոթում ենք այս երկու կարևոր հանգամանքները՝ բաց շուկա եւ բաց սահման։ Այո, Հայաստանի թուրքական ապրանքները Հայաստան մտնում էին Վրաստանի տարածքով, բայց մտնում են հիմա էլ մտնում են մոտավորապես տարեկան 270 միլիոն դոլարի չափով ապրանքներ են մտնում Հայաստան Թուրքիայից, շատ փոքր մի քանի միլիոն դոլարի ապրանքներ արտահանվում է Թուրքիա։ Այսինքն շուկայական ապրանքային տեսանկյունից մենք Թուրքիայի հետ արդեն երկար տարիների փորձ ունենք։ Այս պահին քննարկվում է սահմանի բացման հարցը, այսինքն սահմանի բացումը ինչ հնարավորություններ, ինչ սպառնալիքներ ստեղծի Հայաստանի տնտեսության համար։ Մենք չպետք է գնենք ծայրահեղության մեջ, ասելով որ սահմանի բացման պարագայում մեր ամբողջ շուկան կվերանա, կամ սահման փակման պարագայում մեր տնտեսությունը չի զարգանա։ Այսինքն երկուսն է ծայրահեղություններ են, եւ մենք պետք է հստակ դիտարկենք այս ամեն ինչը։ Նորից կրկնեմ, մենք արդեն իսկ թուրքական ապրանքների համար մեր շուկան բացել ենք, սահմանի բացելով կարող ենք որոշակի այսպես խթանենք թուրքական ապրանքների ներկրումը, ենթանենք 270 միլիոն դոլարի փոխարեն կներկայացնենք ենթանենք 350 միլիոն դոլար, բայց արդեն իսկ այդ ներկրումը կա եւ այդ ծայրահեղ մոտեցումները երկուսն էլ անհասկանալի են, անընդունել են եւ տնտեսական տրամաբանություն չունեն։ Այո, Հայաստանը պետք է փորձի իր այլընտրանքային ճանապարհները ունենալ, որը թույլ կտա իրեն մրցունակ լինել տարածաշրջանում։ Վրացական կողմը օգտվելով իր դիրքից, որ ինքը միակն է Հայաստանի համար դեպի Եվրոպա արտաքին աշխարհ կապ ապահովելու համար, բարբերաբար բարձրացնում է տրանսպորտային տարանցման գումարները եւ դրանով ոչ մրցունակ է դարձնում մեր տնտեսվարողների գործունեությունը։ Հետևաբար Թուրքիայի սահմանի բացումը Հայաստանի համար դա այլընտրանք կարող է լինել ավելի ուժեղ դիրքերից տարածաշրջանում գործելու, աշխատելու համար,
Ասեմ նաև դա նաև կարող է այլընտրանք դառնալ նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, որքան մենք ենք շահագրգռված ունենալ այլընտրանքային ճանապարհ հյուսիս դեպի, այնպես էլ նրանք են շահագրգռված ունենալ այլընտրանքային ճանապարհ արևելք-արևմուտք մասով։ Վրացական կողմը ինչպես մեր նկատմամբ է պարբերաբար բարձրացնում կանացման գումարները, այնպես է իրենց նկատմամբ, այսինքն Ադրբեջան-Թուրքիա առևտուրը, որ իրականացվում է Վրաստանի տարածքով, ինքը պարբերաբար այսպես թանկացնում է։ Այսինքն այստեղ կա փոխադարձ հետաքրքրություններ, փոխադարձ շահեր, եւ այդ շահերը պետք է փորձել այսպես փաստաթղթավորել, կանոնակարգել եւ նաեւ որոշակի միջազգային անվտանգային երաշխիքներ ներդնել։ Ինչ վիճակի մեջ է այսօր Հայաստանի տնտեսությունը։ Հայաստանի տնտեսությունը 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմից հետո գտնվում է արտաքին, այսպես դրական ազդեցության տակ։ Ռուսաստանի հետ ունենալով լավ կապեր, լինելով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը հիմա դարձել է կամուրջ Ռուսաստանի արևմուտքի միջև եւ նաեւ արաբական երկրների միջև։ Սրա հաշվին Հայաստանը կարողանում է փողեր աշխատել, կարողանում է փողեր գեներացնել։ Եվ սա իր ազդեցությունը թողել եւ բանկային համակարգի վրա, եւ ապրանքների ներմուծման արտահանման վրա։ Մենակ մի թիվ նշեմ, որ տարեկան Հայաստանից Ռուսաստան է վերաարտահանվում մոտավորապես 1 միլիարդ դոլարի չափով տեխնիկա, սարքավորումներ, ավտոմեքենաներ եւ այլն։ Անշուշտ Հայաստանը հեռախոս չի արտադրում, դա հայկական ապրանքները չեն, դա եվրոպական, չինական, ամերիկյան եւ տարբեր ապրանքներն են, որոնք Հայաստանի միջոցով գնում են Ռուսաստան, իսկ Ռուսաստանից օրինակ Հայաստանի միջոցով վաճառվում է ադամանդը ոսկին, օրինակ, այսինքն այստեղ Հայաստանը դարձել է կամուրջ տարբեր տնտեսական այսպես միավորումների միջև հաշվի առնելով այս տնտեսական սանկցիաները, որ գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն քաղաքական հարաբերությունները նվազել են, իսկ տնտեսականը կշարունակվի մնալ։ Այո, տնտեսական հարաբերությունները մնացել են եւ այստեղ Հայաստանը, Թուրքիան, Ղազախստանը եւ մի շարք այլ երկրներ այդ սպասարկում են այդ տնտեսական կապերը։ Օրինակ, նայեք, ռուսական ընկերությունները հաճախ իրենց գնումները կատարելու համար օգտվում են Հայաստանի բանկային համակարգից։ Գումարները փոխանցում են Հայաստան, Հայաստանից գումարները փոխանցում են Արևմուտք։ Եվ սրա հաշվին բանկերը անշուշտ բավականին այսպես միջնորդավճարներ են ստանում, շահույթ են ստանում։ Միայն օրինակ անցած տարի Հայաստանի բանկային համակարգը մոտ 1 միլիարդ դոլարի չափով մաքուր շահույթ էր ունեցել։ Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ երևույթ է։ Այսինքն մեր տնտեսական աճ ունենք բավականին, հա, օրինակ այս տարվա կտրվածքով մոտավորապես կփակենք 5-ից 6% շրջանակներում, միգուցե նաև 7% կարող ենք հասցնել, բայց այդ աճը հիմնականում հիմնված է ծառայության ոլորտի վրա եւ հիմնված է շինարարության ոլորտի վրա։ Շինարարության այսպես փուչիկը, որը վերջի տարիներին փչվել է, դեռ այդ այսպես տեմպը շարունակվում է։ Շինարարության ոլորտի թիվ 1 այսպես ֆինանսավորողը նույն բանկային համակարգն է, որովհետև բանկերը շահագրգռված չեն, որ շուկայում անշարժ գույքի գները նվազեն։ Եթե նվազեն, իրենք խնդիրներ կունենան եւ բանկերը շարունակում են այսպես ֆինանսավորել հիպոթեկը, շինարարության ոլորտը եւ ի հաշիվ բանկային համակարգի եւ ի հաշիվ հիպոթեկի մենք ունենք շուկա ընդհանուր տնտեսական աճ։ Մեր տնտեսական աճը այդ երկու կարևոր այսպես բայց ոչ արտահանելի ճյուղերի վրա է նստած։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան երեկ հայտարարեց, թե 2025 թվականին հայ ուսուցիչը կրնա ստանալ 700,000 դրամ, այսինքն $1,800։ Ճիշտ է այս լուրը։ Մեր վերջին տարիներին այսպես կրթական ոլորտի բարեփոխումների արդյունքում մենք ունենք որոշակի աշխատավարձերի բարձրացման այսպես բոնուսային համակարգ է։ Որն է դա։ Եթե ուսուցիչը անցնում է այսպես հավաստագրում, անցնում է որոշակի որակավորման քննություններ, իր աշխատավարձը կարող է բարձրանալ 30%-ով, 50%-ով, 70%-ով, կախված իր հավաքած բալերից։ Օրինակ, ենթադրենք 90%-ից ավելի եթե բալերը հավաքում, ապա կարող է իր աշխատավարձը 50% եւ ավելի ավելանա։
դրան գումարած օրինակ տարակարգեր են հանում ուսուցիչները, այսինքն այսպես որակավորման որոշակի մակարդակներ, որը թույլ է տալիս նրանց եւս բարձրացնել։ Այսինքն, եթե ուսուցիչը աշխատում է մեկ դրույքով, մեկ դրույքի հետ միասին ինքը քննություններ է հանձնում եւ այդ իր աշխատավարձը 70%-ով աճում է, պլյուս տարակարգերը անում, այո, դրա արդյունքում կարող է իր աշխատավարձը հասնել օրինակ 700,000 դրամ։ Բայց այդպիսի ուսուցիչներ անշուշտ շատ քիչ կան Հայաստանում, որ 700,000, ընդամենը այս բանի երկու ուսուցչի մասին է խոսքը վերաբերում, որ ամբողջ Հայաստանում կա այդպիսի։ Իմ շրջապատում կան բազմաթիվ ուսուցիչներ, որ հիմա օրինակ $1,000 աշխատավարձ են ստանում։ Իսկ որն է միջին աշխատավարձը։ Միջին աշխատավարձը առհասարակ պետական ոլորտում, կրթական ոլորտում մոտավորապես 200,000 դրամ է կազմում։ 200,000, այսինքն մի $500 է միջին աշխատավարձը կազմում։ Հնարավորություն կա դա բարձրացնելու, բայց դրա համար պետք է ուսուցիչը ինքը այսպես իր վրա մեծ ժամանակ ծախսի, պատրաստի քննություններին, որակավորումներ անի, հոդվածներ գրի, մեթոդական այսպես ուղեցույցներ պատրաստի եւ այլ եւ այլ։ Այսինքն այս պահին կա այդ համակարգերը ուսուցիչների համար, որոնք թույլ են տալիս իրենց աշխատավարձերը բարձրացնել։ Համեմատության համար ասեմ, որ օրինակ դասախոսների պարագայում նման պրոֆեսորների պարագայում նման բան չունենք, հա, սիստեմ չունենք։ Օրինակ ես ինքս դասախոս եմ, դասավանդում եմ, օրինակ մենք նման հնարավորություն չունենք, որ որակավորումները տանք, բարձրացնենք, եթե մեր աշխատավարձը կրկնակի կամ եռակի չափով օրինակ։ Այս մասով ստացվում է, որ օրինակ ուսուցիչները նույնիսկ ավելի բարձր աշխատավարձ կարող են ստանալ, քան պրոֆեսորները։ Սուրեն Պարսյան, 2024 թվականին Թուրքիո փակ սահմաններին, ինչպես քիչ առաջ դուք ասացիք, ուրեմն Հայաստան ներմուծված է $270 միլիոն ապրանք, իսկ Հայաստանն Թուրքիա $500,000։ Անկամ փակ սահմաններու պայմաններու մեջ կտեսնենք, թե փոխանակումները հավասարակշռված չեն։ Ինչ կպատահի սահմանները բացվել են վերջ։ Այս հարցին պատասխանելու համար պետք է նայենք մեր այդ ապրանքների կառուցվածքը։ Մենք Թուրքիայից ներկրում ենք այն ապրանքները, որոնք Հայաստանում չեն արտադրվում մեծապես։ Ասենք օրինակ մեծ քանակությամբ ներկրում ենք ցիտրուսներ, նարինջ, տարբեր այսպես կիվի եւ այլ ապրանքներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում եւ Հայաստանը պետք է կամ Թուրքիայից ներկրի կամ այլ երկրներից, Իրանից, Եգիպտոսից եւ այլն։ Համատության համար ասեմ, որ թուրքական օրինակ նույն նարինջը եւ այլն համատաբար ավելի էժան է, քան օրինակ տարբեր երկրներից ներկրումը եւ այս առումով թուրքական ապրանքները ավելի մրցունակ են հայկական շուկայում։ Մենք նաեւ Թուրքիայից օրինակ ներկրում ենք հագուստ, տարբեր սարքավորումներ, տեխնիկա, որոնք եւս Հայաստանում չեն արտադրվում։ Այսինքն թուրքական տնտեսությունը, թուրքական ապրանքների ներմուծումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում մենք չունենք այդ ապրանքները արտադրություն եւ դրանով այսինքն գալիս է բավականին լուրջ ներկրումներ։ Ասեմ նաեւ, որ վերջի տարիներին այնուամենայնիվ որոշակի Թուրքիայից որոշ ապրանքների ներկրումը նվազել է, օրինակ նույն հագուստ, տեքստիլ եւ այլն, որովհետեւ Հայաստանում արդեն սկսել է աշխատել on-line հարթակները, տարբեր առևտրային այսպես, որոնց միջոցով մեր հայաստանցիները կարողանում են ապրանքներ պատվիրել Չինաստանից, Ռուսաստանից, Վիետնամից եւ այսպես թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկը էականորեն նվազել է, սա որպես այսպես դրական գործընթաց պետք է դիտարկել։ Բայց օրինակ նույն շինանյութեր կան, որոնք բերվում են Թուրքիայից, որոնք Հայաստանում չեն արտադրվում, սարքավորումներ կան, որոնք բերվում են չեն արտադրվում։ Սա պետք Հայաստանի համար այս ապրանքները ուղղակի մրցունակ են եւ կարեւոր են։ Հայաստանը չի կարող այս ապրանքներից միանգամից հրաժարվել։ Պետք է փորձի գտնել այլ ընտրանքներ, բայց մի օրում հրաժարվելու պարագայում դա այսպես ինքը քո ворքին կրակելու նման երևույթ կդառնա։ Սուրեն Պարսյան, ըստ ձեր քննարկումներուն, այսօր Հայաստանի մեջ 4-ն մեկը աղքատ է գնաճի պատճառով եւ իր եկամուտը կծախսե ուտելիքի համար հատկապես։ Արդյոք թոշակառուները կամ աշխատավարձերը չեն համապատասխաներ գնաճին, թե ուրիշ պատճառ կա։ Այստեղ պետք է մի քանի այսպես հանգամանքներին անդրադառնանք։ Նախ մեզ մոտ միջին թոշակը Հայաստանում կազմում է մոտ 50,000 դրամ։
դոլարով դա մոտարապես կազմում է 120-130 դոլար միջին աշխատավարձի մասին է խոսքը վերաբերում։ Ներեցում միջին թոշակի մասին, միջին թոշակը 130 դոլար է կազմում։ Այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է մոտավորապես 200 դոլար։ Այսինքն միջին թոշակ ստացող թոշակառուն չի կարողանում բավարարել իր նվազագույն սպառողական զամբյուղը, որը մոտ 200 դոլար է։ Սա անշուշտ տանում է նրան, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը բավականին բարձր տոկոս է այնուամենայնիվ կազմում, մոտավորապես 1.2% ծայրահեղ աղքատներ ունենք։ Իդեպ այդ ծայրահեղ աղքատների մեջ հիմնական թոշակառուներն են եւ բազմազավակ ընտանիքները։ Երբ որ օրինակ մենք ունենք դեպքեր, երբ որ մարդը աշխատում է, բայց նա աղքատ է, օրինակ ինքը աշխատում է պայմանական 500 դոլար, 600 դոլար ամսական, բայց իր ընտանիքը 4-5 անդամից է բաղկացած եւ այս պայմաններում ընտանիքը դառնում է աղքատ, քանի որ այդ 500-600 դոլարը բավարար չէ ընտանիքի բոլոր անդամների կարիքները հոգալու համար։ Եվ մենք այսպես աշխատող աղքատներ երևույթ ունենք Հայաստանում, որը ցավոք մտահոգիչ է։ Եվ բազմազավակ ընտանիքների պարագայում դա հստակ երևում է, որ շատ երեխաների դեպքում ընտանիքի վիճակը կտրուկ վատթարանում է եւ նույն պաշտոնական վիճակագրությամբ ամեն երրորդ երեխան Հայաստանում գտնվում է աղքատության մեջ։ Այսինքն բազմազավակ ընտանիքների մեծ մասը Հայաստանում աղքատ են։ Եվ սա է այն մտահոգիչ այսպես գործոնը երևույթը, քանի որ նույն աղքատ ընտանիքներում մեծացող երեխաները ապագայում մեծ հավանական եւս աղքատ են լինելու, քանի որ նրանք չեն ստանում բավարար սնունդ, որակյալ կրթություն, առողջապահություն եւ այլն, այս ընտանիքներում մեծացած երեխաները ապագայում մեծ հավանականությամբ դարձյալ աղքատ են լինելու։ Այսինքն մենք ունենք այսպես շարունակվող աղքատություն, աղքատությունը ծնում է այսպես աղքատություն եւ այս գործընթացը շարունակվելու է նաեւ հաջորդ այսպես տարիների ընթացքում։ Այո, սա է ամենալուրջ մտահոգությունը, որ Հայաստան ունի, եւ երբ որ հաճախ մեր իշխանությունները գլուխ են գովում, որ մենք ունենք տնտեսական այս զարգացում, ես միշտ իրենց հիշեցնում եմ, որ տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը Հայաստանն է։ Խոսքը վերաբերում է Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, այսինքն մենք այս տարածաշրջանի աղքատ երկիրն ենք, իրենք են ամենաաղքատ այսպես երկրի վարչապետն է կամ իշխանություններն են։ Սա պետք է դրվի հիմք, ինքնանպատակ չի երկրի զարգացումը։ Նպատակը պետք է մարդկանց կենսամակարդակը լավանա, մարդիկ աղքատությունից դուրս գան։ Մենք այս խնդիրը ունենք բավականին խորքային։ Իսկ ձմեռնամուտին խոսենք նաև Հայաստանի էներգետիկական կարիքներու մասին։ Ինչքանով Հայաստանը անկախ է այս տեսանկյունեն, Մեծամորի ատոմակայանը բավարար էլեկտրականություն կարտադրե թե ոչ։ Հայաստանը իր էներգակիրների 80%-ը ներկրում է։ Խոսքը վերաբերում է բենզինին, գազին, տարբեր այսպես ածուխ, էլեկտրաէներգիա եւ այլն։ Այսինքն ընդհանուր առմամբ Հայաստանում սպառվող էներգետիկ համակարգի 80%-ը ներկրում է եւ հիմնականում ներկրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից, դիզելի, բենզինի, հեղուկ LPG գազի եւ այլ այսպես ապրանքների մասով։ Էլեկտրաէներգիայի մասով Հայաստանը ապահովում է ինքնաբավ է, մենք խնդիր չունենք էլեկտրաէներգիայի արտադրության այսպես ծավալներով, նույնիսկ ատոմակայանի այսպես երբեմն ատոմակայանի այսպես ամբողջ պոտենցիալը չենք օգտագործում, նկատի ունենալով այն, որ վերջին այսպես 7-8 տարիների ընթացքում Հայաստանում կտրուկ ավելացել է օրինակ արևային կայանները, որոնք բավականին այսպես էլեկտրաէներգիա են արտադրում եւ նույնիսկ օրինակ ներկայումս այս արևային կայաններ արտադրողները բողոքում են, որ համակարգը լճացման մեջ է, քանի որ իրենք չեն կարողանում իրենց արտադրած հոսանքը իրացնել։ Հայաստանի շուկան փոքր է, արտահանման հնարավորությունները չունեն, պետք է ստեղծվի ենթակառուցվածքներ։ Այսինքն էլեկտրաէներգիայի տեսանկյունից Հայաստանը ձմռան հետ կապված խնդիր չունի, գազի հետ կապված եւս խնդիր չունենք, քանի որ մենք երկու կողմից այսպես մատակարարման հնարավորություն ունենք Վրաստան եւ Իրան։ Եվ նշեմ նաեւ, որ այս գների հետ կապված դեռևս գները նույն մակարդակի վրա են ունենալու, այսինքն կտրուկ գների բարձրացում չկա մեզ մոտ
Ասիկ դեկտեմբերի գազի իմաստով հատկացումները կդրվին Իրանի եւ Վրաստանի մասին, բայց ոչ մենք Ռուսաստանի, մենք որովհետեւ Հայաստանը հատուկ ցած գնով կստանա ռուսական գազ։ Այո, մենք սահմանի վրա ռուսական գազը Վրաստանից ստանում ենք 175 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար։ 175 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար։ Նույն Եվրոպան ավելի թանկ, մի քանի անգամ նույնիսկ ավելի թանկ գնով է ստանում գազը։ Խնդիրը կայանում է այն, որ այդ նույն 175 դոլարը մեր քաղաքացիներին հասնում է, այսինքն մեր քաղաքացիները սկսում են վճարել դրա համար մոտավորապես 350 դոլար 1000 խորանարդ մետրի համար, որը միանշանակ այսպես թանկ է։ Իսկ թանկացման պատճառը նույն գազամատակարարման համակարգի առկա բազմաթիվ խնդիրներն են, ներդրումները, որոնք պակաս են, պետք է կատարվեն, կորուստներ ունենք բավականին մեծ, եւ ամենակարևորը գազամատակարարման համակարգը մեր նախատեսված է խորհրդային տնտեսության համար եւ տարեկան օրինակ խորհրդային տնտեսությունը մինչեւ 5 միլիարդ խորանարդ մետր գազ է սպառում, հիմա մենք Հայաստանում սպառում ենք ընդամենը 3 միլիարդ խորանարդ մետր եւ ստացվում է այդ մեծ համակարգով փոքր քանակությամբ գազի փոխադրում ենք անում, սպառում ենք անում եւ դրա արդյունքում անշուշտ ծախսերը բավականին մեծ են լինում։ Այսինքն մենք ունենք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ վիճակ, որոնք ազդում են գազի գների վրա շուկայում։ Եվ այս տարի Հայաստանում գազի գները նույն վիճակում է մնալու, նույն մակարդակի վրա է մնալ, նույն էլ հոսանքի պարագայում, այսինքն այս մասով այսպես կտրուկ փոփոխություններ մենք չունենք։ Մտահոգություններ չկան։ Խոսենք երկու բառով Զանգեզուրի միջանցքի մասին, որովհետև այդ միջանցքի մեջ կան նաև հանքեր։ Ինչ կսպառնա այդ հանքերուն, երբ թրիփը սկսի աշխատել։ Նախ կարծում եմ մենք պետք է մեր հանրային այսպես խոսույթում Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը հնարավորինս քիչ օգտագործենք, քանի որ դա այսպես ադրբեջանա-թուրքական այսպես ծրագիր է, գաղափար եւ այն ընդգրկում է ոչ թե որպես ենթակառուցվածք, այլ իրենք դիտարկում են ավելի շատ դա տարածքային որոշակի հավակնություններ, այսինքն իրենք երբ որ ասում են միջանցք, նկատի ունեն, որ տարածք պետք է ունենան, որը Հայաստանի վերահսկողության տակ չի գտնվում։ Մենք թրիփի մասին կարող ենք խոսել, թրիփը, որը այսպես կնքվեց օգոստոսին այդ համաձայնագիրը, սա հնարավորություն կարող է տալ Հայաստան արևմուտք կապերի խորացման համար, սա որպես դա կարող են դիտարկել։ Թրիփի ծրագիրը ավելի շատ քաղաքական է, անվտանգային է, քան տնտեսական։ Հայաստանը այս պայմանագիրը կնքեց նրա համար, որպեսզի զսպի ադրբեջանական թուրքական հնարավոր ագրեսիա։ Ակնհայտ էր, որ ռուսական կողմը զբաղված է Ուկրաինայով, այսինքն ինքը իր խնդիրներն է այնտեղ լուծում, Իրանը հունիսին իսրայելական այսպես ագրեսիայից հետո իր խնդիրները ուներ արդեն եւ հայկական կողմը ըստ էության դառնում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի այսպես դիմաց մենակ եւ ոչ ոք ի վիճակի չէ, նույնիսկ Իրանը այդ պահին ի վիճակի չէ խառնվել տարածաշրջանում այսպես խնդիրները լուծելու համար։ Եվ հայկական կողմը որոշեց այսպես արևմուտքին բերել իրենս Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի զսպի հնարավոր ագրեսիա։ Թրիփի վերագործարկումը Հայաստանի համար շատ կարևոր է, որ նա ունենա այլընտրանքային ճանապարհ, որը կկապի Հայաստանը արևմուտքի հետ, Հայաստանը Թուրքիայի հետ։ Ես հեռու եմ այն մտքից, որ թրիփով գալու է անցնել ամբողջ Չինաստանի կամ Միջին Ասիայի երկրների, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ այլ ապրանքները Հայաստանով կգան կանցնեն եւ Հայաստանը կհարստանա դրանից, որովհետեւ իրենք արդեն իսկ կառուցել են ենթակառուցվածքներ Վրաստանում։ Այսինքն թիպի վերագործարկումը մենք առաջին հերթին պետք է դիտարկենք Հայաստանի տնտեսության համար, Հայաստանի բեռնափոխադրման տեսանկյունից։ Օրինակ Հայաստանը տարեկան մոտ 1.5-2 միլիոն տոննայի բեռ է տեղափոխում եւ ներկրում Հայաստան, այդ բեռնափոխադրման մի մասը օրինակ հանքանյութն է։ Սյունիքի պղինձը, մոլիբդենը օրինակ տեղափոխվում է Վրաստան, Վրաստանի Փոթի նավահանգիստ, այնտեղից տեղափոխվում է 50%-ը Չինաստան։ Այսինքն թրիփի վերագործարկման դեպքում մենք կարող ենք հանքարդյունաբերական ապրանքները տեղափոխենք այսպես երկաթուղով դեպի Չինաստան, որը ավելի
կարճ կլինի, ավելի քիչ ժամանակատար կլինի եւ այլ եւ այլ։ Այսինքն այստեղ նաեւ կարեւոր է, որ մենք պետք է փորձենք թիպը դարձնենք զուտ արևմտյան նախագիծ կամ հակառուսական նախագիծ, որովհետեւ դրա արդյունքում մենք շատ ենք ուժելու։ Ես կրկնում եմ, որ Սյունիքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունները բոլորը պատկանում են ռուսներին կամ ռուսական այսպես շրջանակների հետ կապ ունեն։ Եվ նրանք են դառնում ըստ էության արևմուտքի ստեղծած այդ ճանապարհի թիվ 1 օգտվողը, շահառուն։ Եվ այստեղ իրենք ունեն ընդհանուր շահեր եւ ռուսական կողմը եւ արևմտյան կողմը, եւ Հայաստանը պետք է փորձի այս ծրագիրը ներառական դարձնել, ոչ թե այսպես փորձի հակառուսական կամ հակաամերիկյան կամ հակաիրանական ծրագիր դարձնել։ Կհաջողվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Դրա համար պետք է լուրջ աշխատանք տանել։ Մենք լավորից չի, որ այս վիճակում ենք հայտնվել, հա, մենք պետք է փորձենք այս տարածաշրջանում վարել հնարավորինս այսպես կառուցողական համագործակցային քաղաքականություն։ Իբրև վերջին հարցում Թուրքիո հետ հարաբերություններու սերտացումը եւ սահմանների բացումը Թուրքիային կուտա նաեւ տնտեսական ուժ գերիշխող վիճակ Հայաստանի տնտեսության նկատմամբ արդյոք այդ գերիշխող կարգավիճակը կրնա նաեւ քաղաքական գերիշխանությամբ արտահայտվել վերջ։ Սահմանի բացումից առաջ Հայաստանը կարող է տնային աշխատանքներ կատարել, փորձելով օրենսդրական դաշտով կարգավորել թուրքական ընկերությունների օրինակ ազդեցությունը տնտեսության մեջ։ Օրինակ կարող է որոշում կայացնել, օրինակ բանկային համակարգում թուրքական կապիտալ չի կարող լինել, կամ օրինակ մեծ հողակտորներ նրանք չեն կարող առնել, բնակարաններ չեն կարող։ Այսինքն դու կարող ես քո տնտեսությունը պատրաստես հնարավոր այսպես էքսպանսիայից, որը կարող է լինել, հա, տեսականորեն։ Դա չպետք է քեզ կանգնացնի սահմանը բացել։ Դրան զուգահեռ դու արա այդ նախապատրաստի քո տնտեսությունը, պաշտպանողական հիմքերը դիր։ Այո, Հայաստանի տնտեսությունը չի կարող մրցակցի Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ մեր սահմանը պետք է փակենք։ Նույն մեր տնտեսությունը չի կարող մրցակցել իրանական տնտեսության հետ, որովհետև Իրանը 100 միլիոնի բնակչություն ունի, ամեն ինչ արտադրում է, ամեն տեսակի ապրանքներ արտադրում է, նույնիսկ ինքնաթիռը արդեն սկսել արտադրել։ Մենք չենք կարող ասել, որ օրինակ Իրանի տնտեսությունը կարող է կլանել Հայաստանի, մենք փակում ենք Իրանի հետ սահմանը։ Այսինքն մենք մեր հարևաններին չենք կարող փոխել։ Մենք պետք է մեր հարևանների հետ աշխատենք, բոլորի հետ, անվտանգային, տնտեսական, ռազմական, քաղաքական բոլոր առումներով, դրան զուգահեռ քո ներքին անվտանգային կառուցակարգերը դնելով, մոդելները դնելով, այս զարգացման Հայաստանի հնարավոր տեսլական։ Հայաստանը այս պահին չունի հակաքաղաքականություն վարելու ռեսուրսներ, չի կարող ինքը Հայաստանը հակաթուրքական, հակաիրանական, հակառուսական քաղաքականություն վարի։ Չկա այդ ռեսուրսը Հայաստանում։ Այդ անվտանգային, այդ ժողովրդագրական խնդիրները ցույց չեն տալիս նրան։ Հայաստանը այս այնքան ցածր ծնելիություն ունի, եթե այս տեմպով գնանք, արդեն 2040 թվականին մենք ունենալու ենք 2.5 միլիոն բնակչություն Հայաստանում։ Այսինքն մենք պետք է մտածենք մեր ժողովրդին անվտանգային որոշակի խաղաղության մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ մնան Հայաստանում, ապրեն Հայաստանում, երեխա ունենան։ Այդ 10 տարի, 15 տարվա բանը պետք է մարդկանց տեսլականը տանք, որ իրենք գործեն։ Հակառակ դեպքում, երբ որ ասեմ մենք սրա հետ ենք խնդիր ունենալ, սրա հետ պետք է պատերազմենք նրա հետ, ապա այդ ժողովուրդը գնում է, արդեն իսկ բավականին լուրջ մենք ունենք արտագաղթի խնդիրներ։ Մարդիկ իրենց երեխաներին դուրս են ունենում, որ Հայաստանի քաղաքացի չլինեն, որ բանակում չծառայեն։ Եվ նման բազմաթիվ հարցեր։ Այսինքն մենք պետք է երկարաժամկետ նայենք խնդրին։ Այո, կան բավականին լուրջ այսպես մարտահրավերներ Հայաստանում, անվտանգային խնդիրներ, Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարության լկտի պահվածքը, որը ակնհայտ երևում է, բայց Հայաստանը պետք է մտածի, որ այս պահին ինչպես եղածը պահի եւ ավելացնի, հզորացնի գնա առաջ։ Երբ որ ուժներս կբավականացնի, կհերիքացնի, մենք արդեն ուրիշ դիրքերից կխոսանք։ Անչափ շնորհակալ եմ Սուրեն Պարսյան այս շատ հետաքրքիր տեղեկություններու համար, հաջողություն կմաղթեմ ձեզ եւ ցտեսություն։ Շնորհակալություն։ Ցտեսություն։ Սիրելի ունկնդիրներ, դուք լսեցիք Carte sur table հայտագիրը, մեր այսօրվա հյուրերն էին Մարիոն Ալբանդյանը եւ Սուրեն Պարսյանը։
Դուք կրնակ մեզ կրկին լսել Կիրակի ժամը 9:15-ին IPFM 99.5 ալիքի վրա կամ մեր կայքեջեն radio-ipfm.com ամբողջական եւ առօրյա տեղեկություններ ունենալու համար հետևեցեք մեր լուրերուն IPFM 99.5 ալիքի վրա մեր Facebook-ի էջին եւ անշուշտ արագ տեղեկություններ ստանալու համար IPFM-ի appli-ն ներբեռնեցեք ձեր հեռախոսներու վրա եւ հետևեցեք մեզ ամենուր։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար եւ ցտեսություն։